Բարոյ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն նոյեմբերի 27-ն է եւ այս հաղորդման շրջանակներում հետաքրքիր հարցեր ունենք անդրադառնալու Հայաստանի մասով, անդրադառնանք անպայման նաեւ միջազգային կարևոր իրադարձությունների, բայց կարծես թե նախկին օրերի նման այդպես սրընթաց եւ արագ չեն զարգանում միջազգային կարևոր իրադարձությունները, սակայն կա հարց, որը որ միանշանակ կքննարկենք, հարց չէ, ավելի ճիշտ հարցեր կան։ Ինչայլոց սիրելի հայրենակիցներ, կարևոր է այսօր անդրադարձ կատարել հապկի հայտարարություններին, դուք գիտեք, որ ես չեմ սիրում անդրադառնալ մերյալ կազմակերպություններին, մերյալ քաղաքական գործիչներին, հասկացաք երևի ում մասին է խոսքը, բայց կան պահեր, երբ որ մենք ստիպված ենք անդրադառնալու եւ քննարկելու, ընդհանրապես անտեսելն էլ ճիշտ չի լինի, քանի որ հայտարարություններ են արվում եւ դրանց պետք է արձագանքել եւ որոշ հայտարարությունների նաեւ կարիք կա հակազդել մեր հաղորդումների միջոցով, գրաքետ վերլուծությունների միջոցով։ Բայց սկսենք երևի նրանից, որ հայ առաքելական եկեղեցում շատ հետաքրքիր շարժեր են նկատվում եւ եպիսկոպոսների այդ հայտարարությունը համատեղ իրոք շատ հետաքրքիր եւ կարեւոր փաստ էր, փաստացի եկեղեցու ներսում առողջացման գործընթացը մեկնարկել է եւ բավականին էլ խորն է արդեն գնացել այդ process-ը, ինչը մեծ հույս է ներշնչում։ Եվ բազմաթիվ քաղաքական գործիչներ արդեն արձագանքել են, Հայաստանի իշխանության ներկայացուցիչներ արձագանքել են այդ հայտարարություններին եւ նույնիսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւս դրական շատ արձագանք է տվել եպիսկոպոսների արձագանքին։ Դե ինչ, ես հույս ունեմ, որ շատ արագ մենք ականատես կլինենք մեծ փոփոխությունների մայրաթոր Սուրբ Էջմիածնում։ Նույնիսկ հույս ունեմ, որ մինչև այս տարվա ավարտ մենք կունենանք շատ հարցերի պատասխան եւ մեծ փոփոխություններ մայրաթորի շուրջ։ Դրա կարիքը ունի հայ առաքելական եկեղեցին, դրա կարիքը ունի նաեւ հայ առաքելական եկեղեցու հետևող ժողովուրդը, հետևորդները, հայ ժողովուրդը, որպեսզի մեր եկեղեցին, մեր Սուրբ եկեղեցին, ամենահին եկեղեցին աշխարհում առողջանա եւ մաքրվի եւ այլևս այսպիսի հարցեր ընդհանրապես չքննարկվեն թե Հայաստանում եւ թե Հայաստանից դուրս։ Իրոք շատ մեծ ցավ է առաջացնում այս իրավիճակը, բայց մեկ եւ վերջ այս հարցը պետք է լուծվի։ Եթե չլուծվի, այս խոսակցությունները ոմանք կարող է դա բամբասանք անվանեն, ոմանք զրպարտություն, բայց միանշանակ բոլորս էլ հասկանում ենք, որ փաստերը շատ են, որ մի շարք այլանդակություններ են տեղի ունեցել հայ առաքելական եկեղեցու սպասավորների կողմից, բարձրաստիճան հոգևորականների կողմից եւ այդ այլանդակություններին պետք է վերջ տրվի։ Անցնենք մնացած կարևոր հարցերի քննարկմանը, սիրելի հայրենակիցներ, եւ ինչպես արդեն նշեցի, հապկը հերթական գագաթնաժողովն է գումարել, որին որ կրկին ու կրկին չի մասնակցում Հայաստանը։ Հնչել են մի քանի հայտարարություններ, հապկը նաեւ ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը, կոչեր է անում, գոհունակությամբ նշում են, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ակտիվացել են միջպետական երկխոսությունները եւ իրենք կոչ են անում, որ խաղաղության պայմանագիրը եւս արագ կնքվի։ Վլադիմիր Պուտինը նույնպես հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի մասով։ Նա ասել է, որ Հայաստանի դիրքորոշումը այն է, որ Հայաստանը աջակցում է բոլոր որոշումներին, հապկի կողմից կայացվող ու չի համարում իրեն հապկից դուրս, բայց այս շրջանում ուղղակի որոշում ունի, որ չմասնակցի հապկի գագաթնաժողովներին, հավաքներին, այդ ձև Պուտինը արձագանքել է։ Մենք հասկանում ենք, որ Պուտինը ստիպված է այդ ձև արձագանքում իր անհնարինությունից ելնելով, անհնարին իրավիճակում է այդ մասով, բայց մի ձև պետք է արձագանքի
հիշելով Հայաստանը, բարձ է միշտ էլ Հայաստանը նախկինում մասնակցում էր, եւ հիմա իրենք խնդիր ունեն ամեն անգամ հավաքվելով Հայաստանը այնտեղ չի մասնակցում եւ պետք է ինչ-որ մի բան ասեն, ինչ-որ մի բան պետք է խոսեն եւ Պուտինն էլ արդարանալու համար ասում է, որ Հայաստանը կողմ է բոլոր որոշումներին, դուրս չի գալիս հապկից, դա է Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, բայց չի մասնակցում։ Սակայն ես այստեղ մի հետաքրքիր կապ եմ տեսնում Հայաստանի փոխարտգործ նախարարի երեկվա հայտարարության հետ, ինչը անկեղծ ասած շատ ըստ ինձ շատ անհաջող հայտարարություն էր։ Ես միշտ էլ կարծում եմ, որ արտգործ նախարարությունում աշխատել են կամ աշխատում են պրոֆեսիոնալներ, ոչ ոքին ես չեմ սիրում վիրավորել, իմ ոճը դա չի, մեկ արտահայտության համար, բայց երեկվա Հայաստանի փոխարտգործ նախարարի ձևակերպումը Հայաստանի մասով, որ Հայաստանում այս պահին չեն քննարկում հապկից դուրս գալու հարցը, ինչքան էլ լրագրողները հարց ուղեին փոխարտգործ նախարարին, միևնույն է փոխարտգործ նախարարը չպետք է իմ պատկերացմամբ այդ ձև պատասխաներ։ Մնացական Սաֆարյանի խոսքերով Հայաստանը վարում է իր արտաքին քաղաքականությունը իր շահերից հելնելով։ Ամեն ինչ հասկանալի է, բայց իմ պատկերացմամբ եւ համոզմամբ, երբ որ լրագրողների հետ խոսում ես եւ անում ես հայտարարություններ, շատ ավելի լավ կլինի որոշ հարցերի կամ չպատասխանելը կամ ավելի շատ խուսափելը։ Այս պահին չի քննարկում Հայաստանը հապկից դուրս գալու հարցը, ինչ է դա նշանակում։ Մի փոքր ավելի կոռեկտ եւ լավ է պատասխանել այդ նույն հարցին Ալեն Սիմոնյանը եւ կարծես թե ամեն ինչ տեղն է դրել Ալեն Սիմոնյանը իր պատասխանով, որ Հայաստանը փաստացի դուրս եկած վիճակում է հապկից։ Այսինքն դե ֆակտո Հայաստանը չի մասնակցում հապկի գործունեությանը, Ալեն Սիմոնյանը ասում է, որ փաստացի Հայաստանը դուրս եկած վիճակում է հապկից։ Հետո լրագրողները ասել են, թե հակառուսական տրամադրություններ են, այսինքն հապկից դուրս գալու հարցը, հապկը եւ Հայաստանի դիրքորոշումը հապկի մասով կապել են հակառուսական տրամադրությունների հետ եւ շատ լավ պատասխանել է Ալեն Սիմոնյանը, թե դուք օրինակի համար հարկելի լրագրողներ, եթե լրագրողների միության անդամ եք եւ այդ կազմակերպությունը սկսում է ձեզ չբավարարել եւ դուրս եք գալիս այդ կազմակերպությունից, դուք լրագրության դեմ եք կամ ինչ-որ նման օրինակ է բերել, շատ հետաքրքիր օրինակ է եղել իմիջայլոց եւ շատ ճիշտ։ Հաստատի հիմնականում ռուսական կողմնորոշում ունեցող լրագրողները կապում են հապկը Ռուսաստանի Դաշնության հետ, դրանով իսկ հաստատելով, որ հապկը ստեղծվել է կոնկրետ Ռուսաստանի կողմից Ռուսաստանի շահերը սպասարկելու համար եւ որ Ռուսաստանն է այդ կազմակերպության մեջ ղեկավարը, այսինքն ղեկավար դեր ունի միայն Ռուսաստանը տվյալ կազմակերպության մեջ։ Շատ հետաքրքիր ամենայն անկեղծությամբ եւ պատասխանն էլ շատ լավն էր։ Ես կարծում եմ, որ այդ պատասխանը նաեւ հասանելի կլինի։ Կարծում եմ, համոզված եմ, այդ պատասխանը նաեւ հասանելի կլինի Ռուսաստանի արտգործ նախարարության համար։ Մարիա Զախարովան շատ հաճախ սիրում է Ալեն Սիմոնյանի հայտարարությունները մեկնաբանել, դե թող հիմա մեկնաբանեն, որ հապկից փաստացի դուրս եկած վիճակը դա հակառուսական տրամադրություններ չեն։ Հապկը չի գործել, adekvat իրեն չի պահել Հայաստանի նկատմամբ, դրա համար նա այդպիսի որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետությունը։ Բայց կրկնեմ փոխարտգործ նախարարի ձևակերպումը, որ հիմա օրակարգում չի այդ հարցը, մի փոքր ավելի չեմ ասում կոռեկտ չէր, բայց կարելի ընդհանրապես խուսափել։ Փաստացի մենք ասում ենք, որ մենք այդ հարցը հիմա չենք քննարկում, մենք կմնանք հապկում եւ դուրս գալու նպատակ չունենք։ Պուտինի հայտարարությունն էր փաստացի դա, որ Հայաստանը կարծես թե իրեն Հայաստանի իշխանությունները վստահեցրել են, որ մի մտահոգվեք, մենք հապկից դուրս չենք գալիս։ Այդ երկու հայտարարությունները մի տեսակ իրար փաթում է։ Այդ երկու հայտարարությունները, բայց ոչ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը։ Դրա համար Հայաստանի արտգործ նախարարությունից, երբ որ հայտարարություններ են արվում, ավելի
զգուշավոր պետք է արվեն հայտարարություններն է։ Ես նման կերպ եմ կարծում, համոզված եմ, որ այդպես ավելի ճիշտ կլինի։ Հիմա սիրելի հայրենակիցներ, կարծում եմ կարևոր է անդրադառնալ նաև Թուրքիայից հնչող հայտարարություններին։ Սկսենք նախ նրանից, որ Թուրքիայի ազգային ժողովում իրենց բյուջեի քննարկման ժամանակ հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշեր Գյուլերը, եւ նա նաև անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի կարգավորման գործընթացին, այսինքն նա խոսելով Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև ռազմական համագործակցության մասին, ամեն տարի խորացող այդ համագործակցության մասին, զեկուցելով խորհրդարանին, թե ինչ է արվել եւ ինչ է արվում, ինչ ծրագրեր ունեն, նա նաև խոսել է Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, շատ դրական է արտահայտվել այդ պայմանավորվածությունների վերաբերյալ, նշել է, որ հարավային Կովկասում խաղաղությունը եւ կայունությունը շատ կարեւոր է, նաեւ Թուրքիայի համար եւ հույս է հայտնել, որ շատ արագ կստորագրվի խաղաղության պայմանագիրը Թուրքիայի եւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև։ Դրանից բացի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել եւ հաղորդագրության համաձայն համենայն դեպս հայկական համացանցում այդ ազգային անվտանգության խորհրդի նիստը ներկայացվում է որպես Հայաստանի թեմայով հավաք, հնարավոր է Հայաստանը ուղղակի այդ քննարկվող հարցերի կետերից մեկն է եղել, ես չեմ տեսել ամբողջ քննարկման փաթեթը, թե ինչ հարցեր են կոնկրետ քննարկվել Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում, բայց հստակ խոսվել է Հայաստանի մասին, քննարկվել է Հայաստանի հարցը։ Եվ այդտեղ հայտարարություն է եղել, որ հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական զարգացումները քննարկվել են երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները։ Այսինքն Էրդողանը քննարկել է կոնկրետ Հայաստանի հետ երկկողմ եւ տարածաշրջանային համագործակցության հնարավորությունը։ Դրանից բացի նրանք նաև վերահաստատել են հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության զարգացման ապահովման իրենց հանձնառությունը։ Դե հաղորդագրության մեջ իրենք այդպես են ներկայացնում, որ իրենք շատ խաղաղասեր են եւ ցանկանում են, որ խաղաղություն լինի հարավային Կովկասում, վարքավաճում լինի։ Այնինչ հետաքրքիր է, որ կոնկրետ այդ հավաքի ժամանակ Թուրքիայում Էրդողանի գլխավորությամբ քննարկել են երկկողմ հարաբերությունների հաստատման հարցը։ Օրեր առաջ մենք ունեինք Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, որը որ հստակ կապում էր թուրք-հայկական հարաբերությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ, ասելով, որ մինչև խաղաղության պայմանագիրը չստորագրվի, հայ-թուրքական հարաբերությունները վերջնական չեն կարգավորվի եւ ասում էր, որ մեզ պետք չի սառեցված հակամարտություն, իսկ եթե մենք կարգավորենք հարաբերությունները Հայաստանի հետ ու խաղաղության պայմանագիրը չստորագրվի, ապա հակամարտությունը կսառեցվի։ Ես համոզված եմ, միանշանակ համոզված եմ, որ մեծ ճնշում է եղել ամերիկյան կողմից, եղել եւ կա այդ ճնշումը Թուրքիայի վրա, որպեսզի Թուրքիան արագ կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ, այսինքն արագացնեն հարաբերությունների կարգավորումը։ Ճիշտ է, թուրքերը անընդհատ հայտարարություններ են անում, որպեսզի հետագայում իրենց հայտարարությունների գերին դառնան, այսինքն հայտարարություններով պարտավորվեն այլևս չկարգավորել հարաբերությունները, մինչև չկարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները, բայց ճնշումը օրեցօր մեծանում է ըստ իմ պատկերացմամբ եւ դրա համար Թուրքիան Էրդողանի գլխավորությամբ հնարավոր է որոշ գործողությունների գնա Հայաստանի մասով, դրական իմաստով, բնականաբար։ Ահա այսքանը սիրելի հայրենակիցներ Հայաստանի մասով։ Հիմա անդրադառնանք միջազգային կարևոր իրադարձություններին։ Սպասված հանդիպումը 27-ին դեռ տեղի չի ունեցել Զելենսկի եւ Թրամփի միջև, չնայած որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հիմա նոր է օրը բացվում, տեսնենք
27-ը մեզ մոտ ավարտվում է, նոյեմբերի 27-ը մեզ մոտ ավարտվում է, իրենց մոտ նոր է սկսվում։ Տեսնենք, թե նման հանդիպում տեղի կունենա թե չէ, բայց կարծես որևիցե ձենձուկ չկա եւ շատ հավանական է, որ նման հանդիպում տեղի չունենա։ Կան տեղեկություններ, որ այդ ծրագիրը, որը որ ներկայացվել էր Ուկրաինային, 28 կետանոց նվազեցվել է ոչ թե 19-ի, այլ 22 կետի։ Հիմա շատ ու շատ շերելի հայրենակիցներ հակասական տեղեկություններ կան այդ բանակցությունների շուրջ, շատ։ Մենք համացանցում հայտնվում են տարբեր տեղեկություններ եւ մեկ-մեկ իրար հակասող տեղեկություններ։ Դրա համար շատ բարդ է կոնկրետ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում։ Հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի արտգործնախարարը, ասելով, որ Պուտինի նպատակը Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն է, հարձակվելն է ՆԱՏՕ-ի երկրների վրա մինչեւ 29 թվականը, եւ մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի հետագա այդ ագրեսիան կարողանանք կանգնեցնել։ Միչայլոց կարծես Պոլիտիկոն էր գրել մի հետաքրքիր հոդված, որ հիմա Եվրամիությունը արդեն պատրաստվում է դրոներով հակազդել ռուսական դրոններին։ Գիտենք, որ վերջին շրջանում դրոնները խախտում են եվրոպական երկրների օդային տարածքը, հիմա Եվրամիության երկրները Եվրոպան մշակում է սեփական ծրագիրը, թե հարկ եղած դեպքում ինչպես կարող են հակազդել, նույնիսկ հարձակում գործել երևի իրենց դրոններով Մոսկվայի վրա։ Հետաքրքիր իրադարձությունների են ականատես լինելու եւ նույն Պոլիտիկոն նաեւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքերն է մեջբերում կոնկրետ Ուկրաինայի մասով այս պահին ու այդտեղ ասվում է, որ մինչև համաձայնություն չլինի Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև Ամերիկայի Միացյալ Նահանգները ոչ մի երաշխիք չեն տալու Ուկրաինային, այսինքն այն 5-րդ կետի նման գաղափարը, որ կար ՆԱՏՕ-ի 5-րդ կետի, դա չի լինի, մինչև որ Ուկրաինան եւ Ռուսաստանը չկնքեն խաղաղության պայմանագիրը։ Բայց հետաքրքիրը այն է, որ Մարկո Ռուբիոն, Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարը հերքել է այն տեղեկությունը, թե իբր իրենց նախարարը Ուկրաինայում հայտարարել է, որ իրենք անպայման պարտություն կկրեն եւ դրա համար պետք է գնան արագ կարգավորմանը, ընդունեն այդ ծրագիր։ Այսինքն հերքում է պետքարտուղարը Ամերիկայի Միացյալ Նահանգների, որ նրանք սպառնացել են ուկրաինացիներին, ասելով, որ դուք միանշանակ պարտություն կկրեք։ Բայց արդեն արձագանքներն էլ կան այդ լրատվության, որ իբր ամերիկացիները զգուշացրել են Ուկրաինային այն անխուսափելիության մասին, պարտության անխուսափելիության մասին, եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը ասել է, որ սխալ է պատկերացնել, որ Ուկրաինան պարտություն է կրում այս պատերազմում եւ մենք հենց դրա վրա ենք աշխատում, որպեսզի Ուկրաինան այդպես է դուրս գալիս պարտություն չկրի։ Նրա խոսքերով անպայման պետք է դադարեցվի պատերազմը եւ դա կլինի առաջին քայլը կարգավորման համար, բայց նա նաեւ ավելացրել է, որ այս պահի դրությամբ չկա որևիցե նշան, որ Ռուսաստանը պատրաստ է դադարեցնել այս պատերազմը։ Իմ ընդհանուր տպավորությունով կիսվեմ, օրեր առաջ, երբ որ պարզ դարձավ այդ ծրագրի մասին, որը որ ներկայացվել էր Ուկրաինային, տպավորություն հստակ ստեղծվեց, որ Դոնալդ Թրամփը շատ մեծ ահռելի ճնշում է գործադրում Զելենսկիի վրա եւ Զելենսկին ստիպված լինելու նոյեմբերի 27-ին ընդունել այդ ծրագիրը, ստիպված է լինելու այդ տպավորությունը կար, նաեւ Զելենսկիի հայտարարության մեջ այդ ամենը զգացվեց, հետո երբ որ եվրոպական առաջնորդների հետ խոսակցություն տեղի ունեցավ, հետո Ժնևում հանդիպումները եւ ամենակարևորը հրապարակվեցին այդ գաղտնալսված բանակցությունները հեռախոսով ուկրաինական եւ ռուսական կողմերի միջև, դրանից հետո պարզ դարձավ, որ Դոնալդ Թրամփը ճնշումը
թուլացնելու է Զելենսկիի վրա եւ եվրոպական երկրների վրա եւ այլևս այդ աստիճան ճնշում չի գործադրելու, որպեսզի հասնի իր նպատակին, այսինքն արագ ստորագրել տա ինչ որ պայմանագիր, պարտավորեցնի ստորագրել Ուկրաինային։ Եվ ասեմ, թե ինչու է այս ամենը տեղի ունենում։ Ամենայն հավանականությամբ այդ հեռախոսազրույցը գաղտնազերծել են հենց ռուսները։ Ճիշտ է, իրենց համար ձեռնտու չէ, որ ի հայտ գա, թե ինչպես են իրենք ներկայացնում ծրագրեր ամերիկյան կողմին, թե ինչպես է Վիտկոֆը իրենց շահերը առաջ տանում, դա իրենց ձեռնտու չէ, բայց ինչու են դա արել, ասեմ։ Վիտկոֆը այդտեղ հստակ ասում է, սովորեցնում է, թե ինչպես պետք է խոսեն Դոնալդ Թրամփի հետ, թե ինչպես պետք է զանգահարի Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփին եւ գովաբանի, թե ինչպես է նա կարգավորել պատերազմը Գազայի հատվածում։ Այսինքն այդտեղից մենք հստակ հասկանում ենք, որ Հայաստանի մասով եւս իրեն սովորեցրել են, փաստացի ասել են, որ գովաբանիր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի պատերազմը ինչպես կարողացար ավարտին հասնել, երբ որ ես Պուտինը ասել չէի կարողանում այդքան տարիներ օգնել, որպեսզի հասնեն խաղաղության։ Թրամփը շատ է սիրում, երբ որ իրեն գովում են, հիվանդագին մոտեցում ունի դրան, երբ որ իրեն գովում ես, ինքը թուլանում է եւ կարող ես արդեն հասնել շատ բաների։ Կարող է շատ բաներ խնդրել Թրամփից եւ ստանալ։ Ինքը արդեն առաջնորդվում է իր անձնական շահերով։ Անձնական շահերով էլ չէ։ Փառասիրությունը ահռելի մեծ է այդ մարդու։ Եվ Վիտկոֆը կրկին սովորեցնում էր, հուշում էր, որ այդպես պետք է խոսել Թրամփի հետ, որպեսզի իրենք ռուսները եւ Պուտինը կարողանան հասնել իրենց նպատակին։ Սակայն երբ որ Ուկրաինան սկսեց արդեն համաձայնվել այդ ծրագրի հետ, որը որ ռուսները ներկայացրել էին, իսկ ռուսները ներկայացրել էին նրա համար, որովհետեւ համոզված էին, որ Ուկրաինան կհրաժարվի։ Ուկրաինայի համար շատ անձեռնտու կետեր կային այդ ծրագրի մեջ, շատ, բայց ռուսների համար էլ այնպես չէ, որ ամեն ինչ շատ լավ էր, այսինքն ռուսները իրենց ամենագլխավոր նպատակին չեն հասնում։ Այդ պայմանավորվածությունները, եթե ստորագրվեին, Իմիջիայլոց հնարավոր է այդ կետը նաև փոխվել էր եւ մտցվել էր Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից, որ Ուկրաինան կպահպանի իր ինքնիշխանությունը եւ ռուսները ստիպված համաձայնվել էին, որովհետեւ գիտեին, որ Ուկրաինան կմերժի կրճատել իր զորքերի քանակը, կմերժի հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամակցությունից, կհրաժարվի զիջել Դոնբասի մնացած հատվածները եւ էլի տարածքային զիջումների կգնա, բայց Զելենսկին ավելի խորամանկ եւ ճկուն գտնվեց, հասկանալով, որ ընդհանուր նպատակը Ռուսաստանի ոչ թե Ուկրաինայից որոշ շրջաններ փոկելն է, այլ կայսերական նկարահանումներն են, գրավել Ուկրաինան ամբողջովին, նաեւ գրավել մնացած հետ խորհրդային երկրները։ Եվ ճիշտ դուրս եկավ Զելենսկին ու քանի որ Զելենսկին արդեն համաձայնվում էր մեծ հաշվով այդ ծրագրին էլի փոփոխություններ մտցնելով, բայց համաձայնվում էր, դրա համար ռուսները որոշեցին իրականացնել այդ գաղտնալսման, այդ գաղտնազերծումը եւ հրապարակեցին, օգնեցին, որպեսզի միջազգային օգնեցին, որ արևմտյան լրատվամիջոցները հրապարակեն, Bloomberg-ներ չէ, կարծես հրապարակի այդ ամենը, ճիշտ է այդտեղ մեծ վնաս է հասցվում Վիտկոֆի հեղինակությանը եւ իրենց մեծ վնաս է հասցվում ռուսներին, սակայն իրենք հնարավորություն են ստանում խուսափել Դոնալդ Թրամփի կողմից պարտադրելուց նաեւ իրենց ստորագրել այդ փաստաթղթը, եթե Ուկրաինան ստորագրի այդ փաստաթղթի տակ։ Այսինքն, որպեսզի Պուտինը արագ հրաժարվի այդ փաստաթղթից, պետք է այդպիսի արտահոս կազմակերպել։ Բայց ես միշտ ասել եմ, որ Ռուսաստանի տնտեսությունը շատ բարդ իրավիճակում է եւ 100%-ով վստահ չենք, որ ռուսներն էլ հիմա չեն ցանկանում կանգնեցնել այս պատերազմը։ Ես գրեթե համոզված եմ, որ իրենց մեջ էլ բավականին լուրջ քննարկումներ ունեն, ուղղակի ուզում են կրկին մի փոքր ժամանակ շահել, կրկին Զելենսկին սևացնել, պատամարտ սարքել Դոնալդ Թրամփի աչքի առջև, որպեսզի հետո ավելի մեծ զիջումներ կարողանան ստանալ
նույն Ուկրաինայից։ Սա է հիմնական գաղափարը, սիրելի հայրենակիցներ։ Ահա այսքան այսօր։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։